Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ, կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, չեք մոռանում դնել ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, հիշեք, որ ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ես ամեն անգամ, սա կասեմ, հետո կտենամ, որ, չգիտեմ, մի 40-50%-ը նայում են, բայց չեն գրանցվում, չգիտեմ, դրա հաճույքը որն է, եթե ձեզ դուր է գալիս հաղորդումները, ինչու չեք գրանցվում, ամոթ չի, հարգելիներս, առաջացեք, մի ամանչեք, սեղմեք այդ կոճակը։ Սիրելի բարեկամներ, ես մի քանի անգամ իհարկե Էդգար Ղազարյան քաղաքական երևույթի մասին զրուցել եմ, եւ ներկայացրել եմ իմ տեսակետները, թե այս մարդիկ ով են, ինչ են, ինչով են զբաղվում եւ որն է նրանց նպատակը, բայց եւս մեկ անգամ այս վերջի այս իրադարձություններից հետո ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որտեվ ես էլ իր պահվածքի բան մասին չեմ խոսում, չեմ ուզում խոսամ, որովհետև հետևանքը լինելու այն ինչը որ եղավ ժամանակին ոնց էր անունը Վահե Հակոբյան, Վահե Հակոբյանի հետ, հիշում եք, որտես մի 4-5 տարի առաջ այդ մարդը իրան այնքան լկտի պահեց, այն որ ասում ամեն ինչին կա չափ ու սահման, վերջը խորհրդարանում ծեծ կերավ, բարի ծուղի իմաստով հելան գցին քաց ու տակ, վերջը մանթոից չէր ուզում էլ մտներ խորհրդարան, հրաժարական տվեց, թողեց գնաց։ Այսինքն սրա վերջը մոտավորապես է տալնելու, բայց այդ վերջով մեր մոտ բան չի փոխվելու, հասկանում եք, մենք սրա վերջը գիտենք ինչա, բայց մեր մոտ բան չի փոխվելու եւ այս սրա նման քաղաքական երևույթները, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեն եւ գտնվում են մի հատ էլ պարլամենտում եւ պաշտոն են զբաղեցնում, ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեղավորը դու ես, որովհետեւ դու ես հանդուրժում ես սրանց, հասկանում եք, եթե այս սրանց դուք չհանդուրժեք, սրանք քաղաքական ընդհանրապես գործունեություն չեն կարող կատարել Հայաստանում։ Ժողովուրդ ջան, Հայաստանում ինչ կատարվում է, մեղավորը դու ես, Հիմա ես իհարկե այդ դու ասացի մեջ իհարկե մարդիկ կան, որ պայքարում են այսպիսի երևույթների դեմ, բայց ընդհանուր առմամբ այս մարդկանց ով է բերե այսօր ընդդիմություն սարքե, մեր ժողովուրդը, մի չգիտեմ, մեկը փողավեկալ է, մեկը չի վեկալ է, մեկը սրտանց անտրե, մեկը ոչ սրտանց անտրե, մեկին զորով են ընտցրե, մեկը այդքան չկար, որ դիմադրեր եւ այլն, ով որ այա ինչա մեր հայրենակիցն է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնացել եւ ընտրել, այսինքն մեր ժողովրդի մասն է եւ դրա համար մեղավորը դու ես եւ ընդհանրապես մեր բոլոր մեղքերի մեջ, մեղքերի որն է դժբախտությունների մեջ մեղավորը մենք ենք, մենք բոլորս, ցես չասեմ դու որ անձնական միայն քո վրա չվերցրես եւ մի շարունակեմ էլի այդ ամբողջ այս խառը sense այն որ ասում է մեր դժբախտությունները, որը որ տանելու է մեր երկրի կործանմանը, որ դու ուրիշ ճանապարհ չկա, դուք ինչ եք կարծում որ Էդգար Ղազարյանի նման քաղաքական գործի շակերտների մեջ քո գործի չլինի Հայաստանի քաղաքական դաշտում մի հատ պարլամենտում նստած լինի, ու սրանց նման ընդդիմությամբ սրա ոչ հայամետ այս քայլերով եւ այլն դուք մտածում եք որ Հայաստանը կարող է ապագա ունենա երկիրը ոչ ապագա պետք ունենա այն ինչ կողից ասես դա հեքիաթ է արդեն ուրեմն այն գլխից այս որ սենց եկել ենք մեր երկիրը սենց կեղեքելով բոլորս իրար հետ ենք մեղավոր մի երկիր, որ իր բնակչությունը միայն, ես 1000 անգամ ասել եմ, նայեք, որ հիմ վիդեոները, որ տեսեք, ես ասել եմ, չէ, դատարկ հողը անտեր չի մնում, եթե քո հարևան երկրները լինեն թշնամի թե բարեկամ, կապ չունի, եթե աճում են, բնակչությամբ աճում են, գումարներով աճում են, տնտեսությունը, ամեն ինչ աճում է, միայն քո երկիրն է դատարկվում, այդ հողը անտեր չի մնալու։ Դու պետք է այդ հողը տաս վաղ թե ուշ սրան կամ նրան եւ թողես քո տունը էթաս։ Եվ գլխավոր մեղավորը ով է, էլի մենք ենք մեղավոր։ Այո, դու ես մեղավոր։ Մի մասը ժողովրդի անտարբերությամբ հանդուրժեց, միջև տունը կորցրեց։ Արցախցիներ, ձեզ օրինակ, միջև տունը կորցրեց, ու էդի տարածվելու է, այդպես չի մնալու, որտեվ այդ նույն հանդուրժողականությունը միջև մի կա։ Այնքան ենք մենք կորցնելու ամեն ինչ, այնքան ժամանակ ավելի ճիշտ, միջև, չգիտեմ, այս Էդգարի նման քաղաքական գործիչին հանդուրժող կա, այսինքն փողոցը որ քայլում է, իրան հələ կողից բան կա, պատժերշկա անող կա, ձեռը սխմող կա, հետը նկարվող կա, կողտենք ասող կա, եւ
այդպեսի երկիր ինչ ապագա պետք է ունենա։ Ուրեմն երկիրը կերան, երկիրը թալնին, երկիրը մղկցրին եւ այդ ամենը մենք հանդուրժել ենք։ Հիմի ամենահամարները իհարկե հենց ներսից պայքարեցին, որոշները սպանվեցին, որոշները բանտարկվեցին, խոշտանգվեցին, հա, ամենայն որ ասում է համարցակները այդպես գնացին պայքարին, բայց ցավոք սրտի այդ բոլորը մնացին մենակ, հա, հակապետական այն գլխից եկող, հա, սենց իշխանություն ընդդիմությունների հետ միասին, սենց կերան այդ մարդկանց։ Մի մա ժողովուրդ չհանդուրժելով այս ամեն ինչը, բայց մի կողմից էլ հրաժարվելով, որ ասում է արճակատվել տվյալ պահի իրականության հետ, հա, կամ մի մարդիկ էլ հանուն իրենց երեխեքի ապագայի թողեցին ու լքեցին երկիրը։ Իդեպ միլիոնից ավեր մարդ լքեց Հայաստանը, հա, այսինքն չհանդուրժելով այդ վիճակը, թողին մարդիկ գնացին։ Հետո այս կեղտոտ այդ վախտվանից եկած այդ ընդդիմություն եւ իշխանություն այդ խաղերի ընթացքում գնացողներին որ ոնց անուն կպցնեին, ասում էին բանակից թռած եւ այլն, բայց մոռանում էին որ իշխան տղա էր դուս եկե Հայաստանից, մի երկու այդքան էլ ամայրի աղջիկ էր դուս եկե Հայաստանից, կամ այնքան մարդ հա դուս եկե Հայաստանից, որ համ ծառայել է, համ էլ թողի գնացել է, հա, այսինքն այդ ամեն ինչը եղել է շպար, որ սես փագեն, ապրավդանի, հա, իրանց ասածով, եւ էլի մեղավորով էր, էլի մեղավորը մենք ենք, բոլորս, հա, բոլորս, այդ եմ ասում։ Մի մասն էլ լուր ու մունջ ապրեց, որ ասում վախի մտնոլորտում, ձեն չհանելով, տենց ապրեց ու շարունակում ապրել, մի մասն էլ ինչ եղավ, այդ պահին իր համար լավ էր, ինքն էլ էր այդ գեղեցիկներից կամ դրանց այդ տալ առնելիք կար ու մեր երկիրը բերին հասցրին սրան, Էդգար Ղազարյանները համի արդեն ստեղ էր ֆրֆրում, այսօր падգամավորա, վաղը ուրիշ բան է, այս սրանք սենց աճելու են։ Հիմա հատուկ այն մարդկանց համար ում սենց մտկով կանցնի ասի, հիմի դու մտել ես մեր ազգին, չգիտեմ, մեղադրում ես, հա, ոգսենք, ինչի ես դու մեր ազգին մեղադրում, տղա ջան, հա, եթե հանգարց քո մտքով տենց բան անցե, հա, այս խոսքերը իմը չեն, հա, այս քաղաքական փիլիսոփաներն են այս սրա մասին խոսել, որ այն քաղաքական ուժը, հա, կամ այն ղեկավարները, ընդդիմություն, ընդհանրապես այդ քաղաքական դաշտը, ինչը որ ունես, հա, հենց այդ ժողովուրդը դրան էլ արժանի է։ Սա իմ խոսքերը չի, սա քաղաքական փիլիսոփաների խոսքերն է։ Ինչու եմ ես կրկնում, որովհետև տեղին է, հա։ Ում ես ուզում մեղադրես, ում ես ուզում Այն նույն մլիցեկա որ հելնում ձեզ տփում էին փողոցներից լարում էին դրանք հայ չէին։ Այս էլի մեր ժողովուրդն է, չէ՞։ Այն նույն թալանչիները դրանք հայ չէին, էլի մեր ժողովուրդն է, չէ՞։ Այն որ 300 տուն ունեն ու հələ ունեն ու սենց չգիտեմ էլ ինչեր ունեն, այս թվեր են անկարդալի թվեր, մեծ գումարներ որ կերել են, դրանք հայ չեն, էլի հայ ազգանունով, բթոմ հայ են, մեզից մեկն է։ Հասկանում եք։ Ու դրա այդ շրջապատը որ տենց դրան աջակցել է, դրանք հայ չեն, դրանք հայ։ Էդի ճիշտ է, իրականությունն է։ Ուրեմն ով այդ քաղաքական փիլիսոփան, որ այդ փիլիսոփայել է, հա, ժամանակին, դա փիլիսոփայել են 1753-ից 1821 թվականները։ Ուրեմն Ջոսեփ դե Մաստեր, հա, այտենց ինչ-որ մի անուն է, միստեր, կներեք։ Կարանք լսենք մենք իհարկե chat GPT-ից, իհարկե ես հարցրել էի, որ մի հատ իմանայի ով էր իրական հեղինակը այս ամենի, մի հատ լսենք։ Այդ հայտնի միտքը ունի կոնկրետ հեղինակ։ Այն վերագրվում է Joseph de Maistre-ին, Joseph de Maistre իոբսենցուզև, քաղաքական փիլիսոփա եւ դիվանագետ։ Joseph de Maistre նրա բնօրինակ ֆրանսերեն ձևակերպումն է։ Open quote. Toute nation a le gouvernement qu'elle mérite. Close quote. Այերեն ամենաճշգրիտ իմաստով յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է կամ յուրաքանչյուր ազգ արժանի է այն կառավարությանը, որն ունի։ De Maistre-ն այս միտքը գրել է 1901 թվականին իր նամակագրության մեջ։ Աղբյուրներում այն հանդիպում է որպես Letter et Opusculi նամակներից մեկը։ Մի կարևոր բան էլ այս արտահայտությունը հաճախ սխալմամբ վերագրում են Ալեքսիս դը Տոկվիլին, երբեմն նույնիսկ Աբրահամ Ինքոլնին, բայց հայտնի սկզբնական ձևակերպումը De Maistre-ին է։ Եվ քո ասած, ժողովուրդն արժանի է այն նախագահին, որն ունի տարբերակը, արդեն այս մտքի ժամանակակից վերաձևակերպումն է։ De Maistre-ն անձամբ նախագահ չի ասում։ Նա ասում է,
Կառավարություն իշխանություն։ Եթե ուզում ես, կարող եմ նաև բացատրել, ինչ էր իրականում նկատի ունեցել դեմեստրեն այս խոսքը։ Հասկացաք ժողովուրդ ջան, դուք մնացածը կարաք գցեք, դուք մանգակ, հետո մնացած պատմությունը հասկանաք։ Ես ձեզ ապացուցում եմ, որ այդ խոսքերը իմը չի, այդ խոսքերը իրոք քաղաքական փիլիսոփայի հետ է, նայեք հլը Ֆրանսիայի այն գլխից ասում է, որ այդ իշխանությունները, այդ որ դες կերել են, եղեկել են, ախպեր դուք դրան արժան եք, որտեղ դուք եք իրանց հանդուրժել։ Հա, ես չեմ բերե, հա, այսինքն դուք եք հանդուրժել։ Այսինքն մենք, հա, ընդհանուր ժողովուրդով, հա, եւ դա իրականություն է։ Եվ որ հայկական գյուղերը դատարկվում են ու մնալու են թուրքին կամ պարսիկին կամ ռուսին, հա, հարևաններից մեկին, մեծերից մեկին պետք է մնա, դա էլ փաստ է, որտեղ այս վիճակում համի դուք նայեք, եթե դու ունես Էդգարի նման քաղաքական գործիչներ, որոնք որ նստած է խորհրդարանում, արա, ու սրանց նման ընդդիմություն, եւ մեր իշխանություններն էլ սրանց չարքելեց, որ գան, ասա պետք է արգելեին, հեսա մենք Ռուսաստանի մասին խոսանք, այդ յաբլկա, մաբլկային մասին, էլի, որտեղ որտե ռասիտա ռուսիկ լվացողներին էլ պետք է հիշեցնենք, հա, եթե չի արգելում, ուրեմն ինքն էլ տենց հավաձայն է, ախր մենք գլխից ասում ենք սրանց մի թողեք գան, Հəmi հաշվի ախպեր դու ես, հա, մեծ գումարներ ունես, ուզում ես երկրիդ, հա, կամ քո անգամ սենց հաշվենք, դուսն ես, գումար ունես, ուզում ես քո հայրենիքին օգուտ տաս, ներդրումներ անես, արա որ նայում ես այս ընդդիմություն, այս հակապետական այս ուժերին, դու ընդ եք եթաս փող կդնես, դու եթաս փող կդնես, վաղը մյուսօր ասես, այս սրանք պետք է գան իշխանության, համ ձեռից սեն խլելու, ոչ մի չես կարնալ, ոչ չես անել, ինչ անես, Այն որ ասում է, եթե պետությունը իրանք են, պետության դեմ ոնց ես դուս գալու, ձև չունես դուս գաս, դամ ձեռիցդ են վեկալելու կամ վազիտ են դնելու, ոնց որ անում էին այն վաղտ, հա, 50, 100, չէ մոռացել եք այդ ամեն ինչը, սաշիկ, մասշիկ, հա, այդ որ սա հմի Հայաստանը իրանց հա պատկանում, բա էդի ոնց ա եղել, բա այդ վազներին մարդկանց դրել են, ձեռներից խլել են, կերել են, այդ որ ներդրողներ չէին գալի դնում, ինչի համար, համի լավ է, Nvidia-ն եկավ այն որ ասում է արհեստական բանականության զավոդ դրեց, որը որ ես իհարկե շատ ուրախ եմ այս ամենի համար, որը որ մեծ առաջընթաց է եւ իհարկե իշխանության ձեռքբերումն է, չի կարելի որ լավին լավ, վատին վատ, բայց եթե այս վիճակը Հայաստանում չլներ, ես համոզված եմ, որ ներդրումը կարող է լիներ կրկնակի անգամ մեծ, հա, որտեվ մարդիկ այն որ ասում է դուխով գան կդնեն, նույնիսկ ինչի հույսդ ինչի վրա ես դրի ախպեր։ Ստե այդած միլիոնավոր դոլարներ դնես, հույս ինչի վրա դրես, կամ քեզի զենք ծախեն, հա։ Չես թերում ասում մեզ զենք ծախող չկա, որտեղ մենք հապ կամ թամ։ Բայց զենքը տա, որ այդ զենքը տաս ռուսին։ Այս իշխան, այս որ սրանք եկան իշխանության, ինչ պետք է անել, զենքը պետք է տաս ռուսին։ Կամ եթե ինչ-որ մի զենք հա, որը որ իրանք չեն ուզում ռուսը իմանա այս ինչ տեսակի կամ ոնց է սարքում, հազար ու մի բան կա, ես այս սովորական բաներ եմ ասում։ Դրա համար Հայաստանը եղել է այս վիճակին։ Ուրեմն բանը կար, վիդեո ունեմ ես, թե հայկական երկաթուղիները ինչ վիճակում են։ Ուզում եք մի հատ դիտենք։ Մի հատ այստեղից մի հատ դիտենք, հեսա ալի կշարունակենք։ Կարևոր չէ որ տեսակար եմ, բայց հետաքրքրության համար սա նոր հաչնի կայարանն է, քանդած վիճակում։ Պատկանում է ռուսական երկաթուղին։ Ուրեմն նույնիսկ բետոնիցները այս վիճակով են ջարդած։ Փայտից փտածները բոլորը 2-3 հատ սարքում են բանից, բետոնից, նորից փայտից։ 1-2 բետոնից, նորից փայտից վիճակը սարսափելի։ Սարսափելի մի քիչ լավ ասած է։ Լսվանդի համար։ Էլի 2 հատ սարկած, էլի փայտ, որ անունն է փայտը ուշեմ։ Ու այսպես։ Սա նոր հաչնի այստեղով ամեն օր գնաց կա գնում 10-15 արագությամբ ոչ ուժեղ սա են փայտերը շպանները այս են Este. Ovšem, este շարունակ։ Հերժադեն Հայաստանում։
Եվ հենց այս վիճակն է մեր երկաթուղիները ու ռուսընդից ասում է, գիտես ինչ կա, մենք ներդրումներ ենք արել, եթե դու ասում է ջբանան ես, մեր կոնտրակտը հեչ անես, հա, մեր պայմանագիրը հեչ անես, ես իմ ինչքան 400 միլիոնա, 500 միլիոնա, չգիտեմ ինչ, հետ մեզ պետք է տաս։ Այսինքն այդ ինչ ներդրում ես արել, սովետի վաղցից երևի ոնց կա, տես մնացել է փեդերը ջարդած, մի խոսքով ըտից ոնց հասկացան գնաս 15 կիլոմետր ժամարագությամբ պետք է իթա, որ այդ ամեն ինչը սս դիմանա, էլի, այսինքն սա վարի տված վիճակը այդ էլ ռսի պահած բանը երկաթուղին, էլի, որ ասում եմ թեմայից մի քիչ շեղվանք, բայց սրան էլ անդրադարձանք, որ այս սրա մասին էլ իմանանք։ Հիմա շարունակելով, ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Նախ մի էլ միջև թեման փոխելը հերիքա հանդուրժեք, եթե դուք ուզում եք երկիր ունենաք։ Հակառակ դեպքում դուք երկիր չեք ունենալու։ Ու սա կատակ չի։ Հակառակ դեպքում դուք պետություն չեք ունենալու։ Հա, եթե սրա նման մարդիկ մնացին, դուք էլ պետություն չեք ունենալու։ Ուրեմն հիմա այն ռսա մետիկների մասին, երբ որ մենք ասում ենք, որ այս ընդդիմությունը պետք է Հայաստանում արգելվի, պետք է իրանք ընդհանրապես իրավունք չունենան ընտրություններին մասնակցելու եւ այլն, հա, ուժեղ Հայաստանով, այդ երկիրը կեղեքիչներով, այդ բոլորով չպետք է մասնակցեն ընտրության եւ կոչ էին անում այն վաղ իշխանությանը, հա, չգիտեմ, օգտագործեք ձեր հնարավորությունները, մի դատով կանեք, առանց դատ կանեք, չգիտեմ, ոնց ուզում եք արեք, բայց արեք։ Դա պետք է երկիրը իրան կարողանա պաշտպանել, հա։ Ռուսաստանից ասում էին, հա, այն հատուկ տենց հայ ազգանունով ռուսիկ լվացողներ, դա իրավունքների դեմ է, դա սահմանադրական իրանց իրավունքի դեմ է, գիտուն դա տանում եք դիկտատորայի, եսի, ոբշեմ ինչ ասես, ասին, կիլդիմ, հա, սաղին անուն կպցրին, Ռուսաստանում հելնում են ախպեր ջան, մի հատ կուսակցություն կա, ասում են, գիտեք, ես պատերազմի դեմ եմ, հա, Յաբլկայի անունը։ Հետո տենց իրանք չգիտեմ, տեսան, որ մի քիչ էլ մարդիկ ոնց որ մենակ դրա համար արդեն իրաց մի քիչ պատժաշկային անում, չեմ ասում 90%, 80%, 70%, չգիտեմ 60%, չէ, մի քիչ, երևի չգիտեմ, 15%, 20% պայթի տրակից էս պատժաշկա կար, հա, այս բանում որ հարցումներ էին արել, ինչ էին արել, բռին ախպեր արկելին է։ Յաբլկա այդ կուսակցությանը։ Բռին արկելին չնայած ընդ հələ պետքա, չգիտեմ, բողոքարկեն, բան դե Ռուսաստան։ Համի հարց եմ տալի, արա, բա ինչ եք ասում, այս Ռուսաստանը դիկտատուրա է։ Բա միջև այդ ասում եք Պուտինը ուժեղ բան է, ինքը դիկտատուրա չի, պրոստը ուժեղ պրեզիդենտ է։ Բա ինչ է լավ, այս քանի երես ունեք դուք։ Բա դուք գիտեք, մենք չենք հիշում ինչ էիք ասում, մենք չենք հիշում, թե դուք որ անկյունից էիք տանում ձեր բազարները մանիպուլացիան, էլի քաղաքական մանիպուլացիան հայ ժողովրդին։ Բա ինչ է լավ, ինչ եք ասում, արա այս Պուտինը ինչ ես անում։ Ոնց ես դու իրանց սահմանադրական իրավունքը խախտում եւ արգելում, որ մասնակցեն ընտրություններին, հա? Այսինքն բանը Հայաստանին չի կարելի, Ռուսաստանին կարելի է։ Ինչը Ռուսաստանին է կարելի է, ինչը Հայաստանին է չի կարելի։ Բա ես որ ասում եմ սրանք քաղաքականությունից 0 եւ ընդամենը օդ փչող քաղաքականության հետ կապ չունեն արա հերրախոսանք ձեռները օդ են փչում օդ ինքան որ Հայաստանի վատա լինի ախպեր թո մենակ ռուսը գա ձեր երկիրին տիրի ինչա որ ինքը իր կարծիքով հա այսինքն adekvatություն չկա էլի չգիտեմ Փաշինյանին դեմա մա Փաշինյանի դեմից կարաս քննադատես, բայց ոչ թե տանես երկիրս կողես ուրիշի տակ, հա, այսինքն իրա կողված հալով երկիրը ուզում է կողի ուրիշի տակ։ Այս սրա համար ես ամեն անգամ ասում եմ նայեք ում եք հետևում, նայեք ինչ հա ասում, ինչ, այսինքն այդ մարդը ինչ հեքիաթած էս պատմում։ Մեկը չէ լավ, այն որ ասում է տղամարդկությունը այնքան պստիկ է, որ դուղ չարեց, որ չարեց իրանց մոտ, հա, որ հելնեին այդ նույն բանը ինչ որ Հայաստանի իշխանությանն էին ասում, հելնեին ասեին գիտեք ինչ կա Պուտին էս ինչ ես անում, էս ինչ դիկտատորական բաներ ես անում, հա? Այս մարդկանց սահմանադրական իրավունքը խախտում ես, այս զավթում ես երկիրը, դու դիկտատոր ես, այ մի հասկացաք իրանք ով են, ժողովուրդ ջան, այս էլ սենց, իհարկե դուք բոլորը ճանաչեցիք դրանք ովքեր են ինչ են,
Ես իրանց անունները չեմ տալու, որտեղ իրանք չկան այդքան, որ իրանց անունը ընդհանրապես ես տամ իմ եթերներում, հա։ Իրանց միայն մեր եթերներում անանուն կերպով պետք է քաղաքականապես ոչնչացնենք այն, ինչը ես որ ասում եմ, այն համարյա թե շաբաթը 2-3 անգամ ապացույցներով անում եմ, հա։ Դուք գիտեք ովքեր են, նրանք էլ գիտեն, թե ինչպես են ոչնչանում քաղաքականապես։ Էս էի ուզում ասեի ժողովուրդ ջան, էմոցիոնալ եթեր, բայց իրական եթեր։ Եթե մենք իրականություն ենք, որ ասա դու երբ որ ասում ես այն ինչը որ դու մտածում ես, դու բան ես էլի այսպես ասած կոպիտ ես։ Ոչ, ես կոպիտ չեմ։ Ես ասում եմ իրականությունը, այն ինչը որ ես մտածում եմ, այն ինչը որ իմ տեսակետով դա իրական է եւ վտանգ մեր երկրի համար։ Այդ դրա համար էմոցիոնալ ասում եմ, որտեվ ես զգում եմ այդ վտանգը, որ մեր երկիրը կործանվելու է։ Եվ միայն փրկումը ձեր մեջ է, որ դուք չհանդուրժեք անգրագետ եւ տականք քաղաքական գործիչներին, նրանք ովքեր որ կերան ձեր երկիրը եւ ուտում են։ Այսքան բան, ստեսություն, հաջողություն։